Այսօր ես արկել եմ սալատ, սալատի մեջ օգտագործել եմ շատ օգտակար նյութեր և բանջարեղեններ։ Ուրեմն այս սալատի մեջ լինելու է վարունգ, պամիդոր, պղպեղ և կանաչի, որի մեջ խառնելու եմ ձեթը և մի քիչ ավելացնեմ աղ, խառնելու եմ, կարող ավելացնել մի քիչ լիմոն ավելացնենք, ճսմենք էլի, որ մի քիչ համ գա։ Ուրեմն վերցնում ենք առաջինը վարունգը։ Վարունգը ես չեմ սիրում սենց լեփով, դրա համար քչելույս։ Սա մեր կրկիչը մեզ է սպասում։ Ուրեմն սարքելու ենք այսօր դիետիկ, ինչ-որ ոնց որ ասեմ դիետիկ, համեղ սալատ ընդհանուր։ Հիմա սենց Իմ տատիկը, պապիկը, մաման, պապան գժվում են իմ սարքած սալատների համար և բութերբրոդների համար։ Մյուս վիդեոում դրեք լայք, որ ես բութերբրոդ ձեր համար սարքեմ, ինչ-որ շավուրմայի պես մի նման ինչ-որ տեստ։ Ես կրպեցի վարունգը սենսիբիլները այստեղ եմ դնելու, այսպես։ Հիմա մենք վերցնում ենք վարունգը ու սկսում ենք պրոֆեսիոնալ կտրտել։ Ուրեմն առաջինը մեջտեղից այսպես կտրտում ենք, երևի չի երևում, ես չգիտեմ խի չի երևում, բայց ինձ չի երևում։ Ես այսպես դրեցի, որ ձեզ մի բան երևա։ Հիմա վերցնում ենք վարունգը այսպես մեջտեղից կտրեցինք և սկսում ենք այսպես կտրտել։ Երեխաներ, ով ունի երազանք ու ինչ երազանք ունի, գրեք կոմենտներում։ Իսկ հիմա ես պատմեմ, թե ասենք թե ոնց կարաք այդպիսի համեղ սալատ սարքել։ Կարաք որից էլ գազար քերեք մի քիչ, ոնց ասեմ քերեք, ջորկեք, որ մի քիչ համը ավելի լավանա, վերցնում ենք մեր ամանը, լավ, ես գնամ ամանը ու գցում ենք մեջը, ես մեր սարքածները, սաղ մտավ մեջ, հիմա, ստեղ մի հատ էլ մնացել բան, հիմա վերցնում ենք ու սա շպրտում ենք մեջը։ Հիմա ամենակարևորը, իմ կարծիքով դա պամիդորն է, վարունգը տենց էլ կարա լինի, վարունգի տեղ կարա բիբար լինի, չգիտեմ, ես սմեթանով էլ եմ շատ սիրում, այսօր ես սմեթանով եմ օրինակ սարքելու, սմեթանով ավելի համով է։ Ես մի կեսն եմ օգտագործել, երբի ավելի փոքրը, ես մոկը ավելի փոքրը, դե ես եմ օգտագործել նայեք ասենք, տարբերություն, ուրա, կտրում ենք այս վատ մասը, իմ կարծիքով էդի ամենավատ մասն է պամիդորի մեջ, ու սենց լավ խորը կտրում ենք, որտև իմ մոտ էդի վատ է վերջանում չկտրելը, մասում ես պեչի, ու սկսում ենք այսպես մեջտեղից կտրտել, ու այսենց կտրել։ Հիմա այստեղ մեջտեղից սկսում ենք սաղ կտրել։ Ես ուղղակի այսենց կանեմ, որտեղ արդեն սաղ արել է, վերցնում ենք սաղ և գցում ենք մեջը։ Հիմա վերցնում ենք այս պամիդոր կտորը և սկսում ենք կտրտել, այսպես։ Սենց ու ես էլ մեջտեղից ու այս էլ մեջտեղից։
Հիմա սա էլ ենք գցում ու ստանացողներն են նրանցավը չենք թողնում։ Այս անկյունն ենք գցում, որովհետև դա մեզ պետք չի հիմա։ Դա մենակ ատամների մեջ և սկսում է խառնվել։ Հիմա վերջում ենք պղպեղը։ Պղպեղը իմ կարծիքով շատ չպիտի լինի, ես չեմ սիրում պղպեղ մի քիչ։ Դե նենցա որ ասեմ սիրում եմ, բայց այդքան շատ չէ։ Գրեք ձեր սիրած բանջարեղենը կոմենտներում։ Եվ սրտիկ դրեք, եթե դուք սիրում եք բիբար։ Ուրեմն հիմա մենք իրար հետ կտրտում ենք ու հիմա մեջտեղից էլ լավ չէ, այսենց կկտրտնենք սովորական, այսենց կտրտում ենք ու սարքում ենք սալատ այսպես, բայց ինձ թվում է իրենք շատ բան են կտրտած, լավ կլիներ որ սկզբում միտի հասկանայի, բայց չհասկացա դրա համար հենց հիմա այսպես կտրտում ենք մանր։ Այդպես։ Հիմա կտրտում ենք այսպես։ Մանր տեսեք, մանրը սիրուն կտրտեցի։ Հիմա գցում ենք մեջը ու եղավ մի լուրջ սիրուն տեսարանը։ Հիմա կանաչի ու լիմոն գրից մի քիչ ցանենք։ Կանաչին ինձ թվում է այսպես վառնա, ես գնամ պետրուշկա բերեմ։ Իմ կարծիքով պետրուշկան ամենալավ կանաչն է։ Եթե դուք էլ եք տես կարտոն, բաժանորդագրվեք հիմա լիքին։ Այսպես, հանում ենք պատրուշկան, մոտավոր մի այսպես կողոք, հանում ենք, որ այսպես, վերցնում ենք սա և հիմա նայք ինչ կայֆ է լինելու։ Այսպես կտրտեցինք, հիմա մեջ, իսկ հիմա ես մի րոպեից էզա կգամ, բոլորին բարև, հիմա ես արդեն ինչպես նայում եք, ես այսպես սալատ սարքեցի և խառնած չի, ձեթ լցրած չի, աղ լցրած չի, լիմոն լցրած չի, առաջին արդեն եկեք լիմոնը, սենց, ես ասց թթու սիրող եմ էլի, ահա, սենց մի քիչ էլի, այտենց թեթև, որ մի քիչ լիմոնը ասացել եմ։ Ու խառնում ենք նորից։ Որ շատ համեղ է ստացվում, ժողովուրդ, ես էդի որը սարքում եմ աննա։ Հիմա ձեթը մենք պիտի անպայման լցնենք։ Նորից խառնում ենք, ձեթը արդեն ուղղակի գդալով ենք խառնում, ինչը որովհետև անհարմար է։ Հիմա ամենակարևոր դետալը, հեսա կբերեմ սմետան և ամեն ինչ իրա տեղը կընկնի։ Շատ համեղ է ստացվում սմետանով։ Մի քիչ, բուկվալնը մի երկու գտալ։
Ինչքան կա էլի, մոտ քիչ էր, դրա համար ես քան ինչքան որ կա ունեմ, ես լցնում եմ այսպես։ Լուրջ պրոստը տեսքում են նայեք, դուք արդեն վժվում եմ, ես որ տեսք նայում եմ։ Ինքան համեղ, այնքան սիրուն է ստացվում ամեն որ ամեն ինչ այդ կեղտոտ էլ է ստացվում։ Ինչ լինում է, որ միշտ կեղտոտվում ամեն ինչ։ Ահա, հիմա ամենակարևոր մասը, խառնում ենք և ստանում ենք մեր վերջնական տեսքը։ Տեսեք, մեր թիթիզին, ամենահամով սալաթը աշխարհում։ Իսկ հիմա սալատը ուզում եմ ներողություն խնդրեմ, որովհետև այս վերջերս ես վիդեոներ չէի նկարում, բայց թեթևակի սկսել եմ արդեն նկարել։ Ուրեմն հիմա լավ խառնեցինք ու ինչ ենք մենք ստանում։ Ստանում ենք այսպես, ասեք մի հատ գդալահանեմ նորմալ ցույց տամ, իդեալական սալատ, որի մեջ կա պամիդոր, որի մեջ կա վարունգ, որի մեջ կա բիբար և կանաչի, սմետանայի հետ խառնած ու աղի ու մեկ էլ ձեթի։ Այդքան բան, ամենահամով սալատն է։ Հիմա փորձում ենք։ Փորձեք։